Մի կողմից կա այն հստակ պատկերացումը, որ Ադրբեջանը փորձում է օգտագործի այդ ռազմական բալանսի բացակայությունը, իր ուժային ունակությունները, լրացուցիչ ինչ-որ դիվիդենդներ պոկել հայկական կողմից, մյուս կողմից նաև կա իսկապես շատ լուրջ և շատ կարևոր գործոն Ադրբեջանի ղեկավարության համար, որ հակահայկական այդ դիսկուրսը, ռիտորիկը շատ ակտիվ օգտագործվում է նաև Ադրբեջանի ներքաղաքական կայունությունը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բացակայությունը արդարացնելու առումով։ Եվ այդ ֆոնի վրա Ադրբեջանը, որը որ պարզ է, որ այս ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական բալանսի բացակայության դեպքում որևէ սպառնալիքներ չունի հայկական կողմից, փորձում է այս օգտագործել և նաև չկա, մենք չենք տեսնում նաև արտաքին կամ ներքին ինչ-որ գործոններ, որոնք որ կարային զսպեին Ադրբեջանին, ինչ-որ մի ձևով ստիպեին արագացնել այդ բանակցային գործընթացը, նույնիսկ ասենք թեթև տարբերակով համեմատել է օրինակ ժամանակի Մինսկի խմբի գործընկերության հետ։